Հռոմի սրտում Կոլիզեի հարևանությամբ գտնվող միջնադարյան կոնտի աշտարակի վերակառուցման աշխատանքները ողբերգական շրջադարձ են ունեցել։ Աշտարակի հատվածը 2 անգամ փլուզվել է։ Առաջին փլուզումից հետո փլատակներից դուրս է բերվել 3 մարդ, երկուսին օգնություն է ցուցաբերվել տեղում, ևս մեկ 64-ամյա աշխատող ծանր վիճակում տեղափոխվել է Սան Ջովանիի հիվանդանոց։ Մեկ մարդ էլ, ով դեռ գտնվում է փլատակներում, կյանքի նշաններ է ցույց տալիս։ Երկրորդ փլուզումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ փրկարարները փորձում էին դուրս բերել աշխատողին։ Ի դեպ, ոչ մի հրշեջ չի տուժել։ Լարգո Կորադորիչի փողոցի երթևեկությունը միջադեպից հետո փակվել է արտակարգ ծառայությունների մուտքը դեպքի վայր ապահովելու համար։ Հռոմի դատախազությունը հետաքննություն է սկսել անփութության հետևանքով վնասներ պատճառելու հոդվածով։ Քննիչները տեխնիկական փորձաքննություն կանցկացնեն փլուզման պատճառները պարզելու համար։ Վարկածներից մեկը ներքին կառուցվածքային վնասն է։ Կոնտի աշտարակը կառուցվել է 1203 թվականին Ինոկենտիոս III պապի հրամանով իր ընտանիքի ազնվական Կոնտի դը Սենիի համար։ Սկզբնապես այն ուներ մոտավորապես 50-ից 60 մետր բարձրություն, սակայն 1348 թվականի երկրաշարժից հետո աշտարակը կորցրել էր իր վերին հարկերը և կանգուն մնացել միայն կիսով չափ, մնալով միջնադարյան Հռոմի ամենավառ խորհրդանիշներից մեկը։